Եվ այսպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդատյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլետ Իմամբաևին։ Սարգիս Խանդատյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա, հիմնված փոխադարձարգանքի և գործընկերային ամուր հիմքերի վրա։ Բոլետ Իմամբաևը իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ քննվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։ Ըստ առաջադրված մեղադրանքի Սերժ Սարգսյանը, ով 2000-ական թվականներին մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, մեղադրվում է Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքների օտարման մեջ։ Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերի 5-ին դատախազը Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։ Նշված հոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Երևան քաղաքի կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ։ Միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով Կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ, որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել վարչական շրջանների նոր ղեկավարներին։ Մասնավորապես Արմեն Փամբուխչյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին, որը մինչև այս ղեկավարում էր Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում հիմնարկը։ Շենգավիթ վարչական շրջանում էլ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչև այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են, ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է։ Նշենք, որ ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնել էին, որ հուլիսի 13-ին բժշկական կենտրոն 1 տարեկան երեխա է տեղափոխվել, բազմակի վնասվածքներով և սրտի կանգով։ Ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։ Երեխան վայր էր ընկել 3-րդ հարկի պատշգամբից։ Շարունակենք թողարկումը։ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար Եվրամիության նոր առաքելության ստեղծումը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ, պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են, հայտարարել է Կայա Կալասը Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Եվրոպական երկրները հայտնել են ավելի քան 10,000 հավելյալ մահվան դեպքերի մասին։ Հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոկի ալիքի ընթացքում։ Մահերի ճնշող մեծամասնությունը ավելի քան 9,000-ը գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Գիտնականները նշել են, որ հունիսի վերջին գրանցված շոկի ալիքը գործնականում անհնար կլիներ առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխության, որը շոկի ալիքները դարձնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրներից։ Մահացության հատկապես բարձր մակարդակ է գրանցվել Բելգիայում և Ֆրանսիայում, չափավոր Իսպանիայում, Նիդերլանդներում և Շվեյցարիայում։ Միջազգային այլ նորությունների ծանոթացեք տեսաշարով։ Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը փոխանակվել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր հարվածներով։ Հուլիսի 12-ին Թեհրանը թիրախավորել է Պարսից ծոցի մի շարք պետություններում տեղակայված ամերիկյան օբյեկտները և հայտարարել, որ կրկին փակել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են նոր հարվածներ հասցնել Իրանին, շարունակելու թուլացնել քաղաքացիական նավաստիների և Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող առևտրային նավերի վրա նրա հարձակվելու կարողությունը։ X-ում արված գրառման մեջ հրամանատարությունից հայտնել են, որ առաջին անգամ օգտագործել են հարվածային ծովային անօդաչու սարքեր։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հրադադարը համարում է ավարտված, չբացառելով հետագա բանակցությունների հնարավորությունը։ Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախ, հաղորդում է իրանական Մեհր լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ Ագրեսորի հետ ցանկացած մեղսակցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ, նշել է գործակալությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Իրանի վրա ևս մեկ հարձակման ավարտի մասին, որը տևել է գրեթե 6 ժամ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցության հանրային կառավարմանը, թվայնացմանը և միջազգային առևտրի ոլորտներին։ Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության և գործարար կապերի առավել խորացման առթիվ։
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ, 2024 թվականի 33,593-ի և 2023 թվականի 36,590-ի դիմաց։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։ Մեր ունեցած մայրական կապիտալը այն կանայք, որոնք կարող են ունենալ երեխա, եւ այդ պահի պտղաբերության ցուցանիշները, արտագաղթի ցուցանիշները եւ ներգաղթի ցուցանիշները այնպիսին չեն եղել, որ մենք կարողանանք ասել, որ մենք կարող ենք այնպիսի ինտերվենցիաներ անել, որ մեր 3 միլիոն ազգաբնակչությունը դառնա 3.1, 3.2, 3.5, 4 եւ այլն։ Բայց նաև չենք կարող ասել, որ ամեն ինչ պետք է թողնենք նույն ձևով եւ ռազմավարությունը տեսնելով, որ քչանալու ազգաբնակչությունը ինտերվենցիաներ է ենթադրել, որոնք պիտի զսպեն քչացումը, որտեվ եթե չլինի 2.5 չլինի, կլինի 2.2, 2.1, բայց հիմա իրավիճակը փոխվել եւ ես ինքս էլ կարծում եմ եւ որ ստեղ համարձակ որոշումներ պետք է ընդունենք նաեւ մեր գործընկերների առաջարկներով այդ ներգաղթը խթանող մեր հայրենակիցների եւ բարձր որակավորում ունեցող նաեւ այլ եւ ընդհանրապես որակավորում ունեցող այլ մասնագետների, որպեսզի կարողանանք առնվազն կայուն պահել եւ ինչու ոչ աճեցնել, բայց շատ դժվար է, ժողովուրդ ջան։ Մենք տենց ցանկություններ ունենք, բայց այս ամբողջ խոսակցությունը դրա մասին էր։ Ինտերվենցիաները կարևոր են, բայց միշտ չի, որ մեր ուզած ցուցանիշներն են տալիս եւ նաեւ այստեղ պետք է կենտրոնանանք մարդկային կապիտալի որակի վրա, այսինքն բացի բնակչության թվից կարևոր է թե ինչպիսի բնակչություն ունեն, կրթված, առողջ եւ այդ ժողովրդագրությունը նաեւ դրա մասն է, ոչ միայն թվերի, այլև արտադրողական եւ արժեք ստեղծող, երկար ապրող, բայց երկար ապրելուց նաեւ աշխատող, առողջ ազգաբնակչության մասին է, որը պետք է կարողանանք տենց ապահովել։ Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագոզյանը տեղեկացրեց, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։ Նրա խոսքով ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100% սուբսիդավորմամբ կկարողանան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Նախատեսվում է մեկնարկել 27 թվական մարտ ամսից։ Մարտ ամիսը պայմանավորված է նրանում, որ օրենսդրությամբ նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը լրացվում է հաջորդ տարվա մարտ ամսից, եւ որպեսզի համահունչ լինի մեր որոշումը այդ օրենքի հետ, որպես մեկնարկի ամսաթիվ դրվել է մարտը 27 թվականի։ Ընտանիքը վերնագիրը կոչվում է բազմազավակ ընտանիքների, բայց այս փուլում որոշում է կայացվել մեկնարկել 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար։ Եվ ինքը հնարավորություն կտա այդ ընտանիքներին 100% սուբսիդավորմամբ, պետության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Ծրագրի հիմնական նպատակն է իհարկե աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների բարելավմանը, որովհետև մինչ օրս որպես այդպիսին բազմազավակ ընտանիքների համար նման ծրագիր չի իրականացվել, ինչը իհարկե կարծում եմ մեծ բաց է, եւ վստահ եմ այս ծրագիրը այդ բացը կլրացնի։ Ծրագիրը նաեւ հնարավորություն կտա, որպեսզի նվազեցվի ռիսկը այդ ընտանիքների աղքատացման, որովհետև հասկանում ենք, որ ֆինանսական բեռը բազմազավակ ընտանիքների անհամեմատ է մյուսների նկատմամբ եւ իհարկե ավելի փոքր քանակով երեխա ունեցող ընտանիքներին կխրախուսի ունենալ ավելի շատ երեխաներ, որպեսզի օգտվեն այս ծրագրից։ Նշեմ, որ ծրագիրը հնարավորություն չի տալու Երևանում գույքի ձեռքբերում եւ առհասարակ մեր բնակարանային ծրագրերում արդեն Երևանը որպես այդպեսին որևէ կերպ չի խրախուսվում, վառ օրինակն է տեղահանվածների ծրագիրը, որը դժգոհություններ է առաջացնում, բայց դա հստակ մոտեցում է, որ Երևանը որևէ կերպ չի խրախուսվում, այլ մենք ավելի տարածքային համաչափ զարգացման կողմնակիցն ենք։ Ընդհանուր գնահատականը շահառուների պոտենցիալ 643-ն է համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, այսինքն այս պահին 6 եւ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները
Քանակները տեսնում եք, 6 երեխա ունեցողները 390-ն են, 7 երեխա ունեցողները 143, 8 երեխա ունեցողները 76, 9 երեխա ունեցողները 26, 15, 11-ը 2 եւ ունենք մեկ ընտանիք, ով ունի 12 անչափահաս երեխա եւ ըստ էության այս պահին ծրագրի գնահատականը ֆինանսական տրվել է հիմք ընդունելով հենց այս ցուցանիշը։ ԱՄՆ-ն եւ Իրանը երրորդ գիշերը հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 14-ի վաղ առավոտյան գրառման մեջ հայտնել է, որ արդեն ավարտել է հարվածները, որոնք տևել են 5 ժամ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը գրառման մեջ հայտնել է, որ հարվածել է թիրախների Բուշերում, Չահբահարում, Ջասկում, Կոնարակում, Աբու Մուսայում եւ Բանդար Աբասում։ Նշվում է, որ ճշգրիտ զենքերով թիրախավորվել են Իրանի ափամերձ պաշտպանության համակարգեր, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի կայաններ եւ ծովային կարողություններ։ Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։ Թրամփի խոսքով, եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, ապա Իսրայելը այսօր գոյություն չէր ունենա Իրանի գործողությունների պատճառով։ Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտնել էր, որ հրեական պետության իշխանությունների եւ Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում Իրանի վերաբերյալ։ Հունիսի սկզբին Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Նեթանյահուին, նրան անվանելով անիծյալ խելագար։ Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ ունեն այլ դիրքորոշում։ Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որն արտահայտել է նախագահ Ալիևը, գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մտերիմ հարաբերություններ եւ որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այս հարցը ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Մենք հավատարիմ ենք պրագմատիկ մոտեցմանը, հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական կողմը շարունակելու է հիմնավորված կերպով բացատրել իր դիրքորոշումը ադրբեջանցի գործընկերներին։ Ալիևը պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի պետության էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Վահագն Խաչատուրյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանիի ընտանիքին եւ Կատարի ժողովրդին հայր էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, մաղթելով տոկունություն եւ ուժ ծանր կորստի պահին։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը, Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունների ամրապնդելուն, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում, արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել է Բուդրիսին Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման խորհրդի հերթական նիստը։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին։
այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի եւ մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների բարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրառման, ինչպես նաեւ դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 8 համայնքում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոեմբերյան և Իջևան համայնքներում։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Չզեկուցվող նախագծերով կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Հայաստանի սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ազգային ժողով։ Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հուլիսի 13-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ Զեկույցներով հանդես են եկել նաև համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։ Ամփոփելով Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական և արդյունահեն աշխատանք, կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունը և քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է $130 միլիոն թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Բեսենթը հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի ինտենսիվորեն հետևել գումարներին և զրկել իրանական ռեժիմին իր անօրինական եկամուտների սխեմաներից ստացած եկամուտներին հասանելիությունից։ ԱՄՆ-ի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը 4-րդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին, միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Ամերիկայի չարիքների վերջը։ Հայտարարության մեջ Իրանը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար հարվածել են իրանական բազաներին։ Դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։ Այնուամենայնիվ Իրանը նշել է, որ ոչ մի նավ չի համարձակվել խախտել իրանական շրջափակումը, հետևաբար հարվածներ չեն եղել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի եւ Եվրամիության պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է Ուկրաինա-Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։ Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ստեղծել է ուժեղ ռազմական թափ։ Իրավիճակը փոխվում է։ Մենք նաև կքննարկենք անդամակցությունը եւ այս ձմռան նախապատրաստական աշխատանքները, գրել է ֆոն դեր Լայենը։ Կիև են ժամանել նաև Ռումինիայի նախագահ Նիկուշորդանը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Ըստ հրապարակման այցը համընկնում է Ուկրաինայի պետականության եւ Կիևյան Ռուսիա-Ուկրաինայի մկրտման օրվա հետ, ու Կիևի դաշնակիցները որոշել են այս կրկնակի տոնը նշել Ուկրաինայի հետ։ Եվ այսպես այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստի ընթացքում կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Նախագիծը ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս որոշմամբ մենք ըստ էության սկսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև թրիփ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող ուրեմն դրույթներ արձանագրելու որոշման պարագայում էլի սահմանված կարգով կուղարկենք, կդիմենք ազգային ժողով, հարցը քննարկումը կտեղափոխենք ազգային ժողով, ինչպես գիտեք, շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր սույն թվականի մայիսի 26-ին իմ եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում եւ այնուհետեւ ընդամենը օրեր անց հունիսի 1-ին եւ հունիսի 4-ին համապատասխանաբար էլի պետքարտուղար Ռուբիոյի եւ իմ կողմից ստորագրվել էր Վաշինգտոնում եւ Երևանում փառատելով հնարավոր հարցերը ասեմ, որ միջազգային պրակտիկայում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժանմանակյա հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է եւ ընդունված պրակտիկա է։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին եւս երկու շատ կարեւոր փաստաթղթեր 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ներկայությամբ եւ վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը եւ այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ ուրեմն մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը եւ այնուհետեւ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ իմ կողմից թրիփ իրականացման շրջանակ վերնագրված փաստաթղթի ստորագրումը հիմա արդեն այս միջպետական շրջանագային համաձայնագիրը ավելի է մանրամասնում համաձայնեցված ուրեմն դետալները, ուղղությունները եւ լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին։ Կառավարության հուլիսի 16-ի նիստին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է 2026 թվականի բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 միլիարդ 35 միլիոն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 26 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 1 ծրագիր,
157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 26 թվականի պետական բյուջեից 8.384 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, իրականացված ընդհանուր 15.65 միլիարդ դրամ արժեքով։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրների հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, հնարավորության վերաբերյալ։ Եվ 2025 թվականներ եւ 2026 թվականին ըստ էության Եվրոպական սննդի անվտանգության այդ համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր է եւ ինչպիսի պահանջներ են պետք, եւ այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Եվ շարունակելով կառավարության նիստի թեման։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ պետական անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը վերապահովվել է էկոպարեկային ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Նոր կարգավորմամբ էկոպարեկային ծառայությունը հրդեհավտանգ ժամանակահատվածում կիրականացնի մշտական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կսահմանափակի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատվածներ, կանցկացնի իրազեկման աշխատանքներ, ինչպես նաեւ անտառային ճանապարհներին կտեղադրի նախազգուշացնող ցուցանակներ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովում է մասնագիտական վերահսկողությամբ։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է հավերժության տաճարի ևս 3 մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլը ավարտվել է ապրիլին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտ փակ բաժնետիրական ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Բացի այդ հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multi-Group Concert ՍՊԸ-ն, Multi-Avtotrans ՍՊԸ-ն, Onira Club ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 800
565,000 դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառնությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը, ու Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հուլիսի 16-ից 17-ին Ռուսաստան կատարվելիք պաշտոնական այցին ընդառաջ։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, ինչպես նախկինում մենք պատրաստ ենք տրամադրել պահանջված աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և իդեմս նրա նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն և բարօրություն։ Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը, թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում։ Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը, 9 աշխատանքային օր տևողությամբ, հուլիսի 21-ից 31-ը ներառյալ։ Այս մասին նշվում է վարչապետի հուլիսի 16-ի որոշման մեջ։ Հիշեցնենք, այժմ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։ Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները, համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ, ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։ Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը, զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունը և ձևավորելու առավել անվտանգ միջավայր։ Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է, հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության և նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում, նշված է շնորհավորական ուղերձում։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանում առաջարկվում է ընդունել էլեկտրաէներգիայի մասին նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը և օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։ Նախագծի հիմնավորման համաձայն Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով և իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։ Օրենքը նախատեսում է ուժի մեջ մտնել 2029 թվականի փետրվարի 1-ից։ Այդ պահից էներգետիկայի մասին գործող օրենքի էլեկտրաէներգետիկայի ոլորտը կարգավորող դրույթները ուժը կկորցնեն։ Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Այս պահին 12 տուժած կա Նուռնուզ, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։ Հոսպիտալացվածների թվում կան նաև երեխաներ։ Հիմնական ախտանշանները ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է։ Ավելի ուշ Վիոլիա ջուր ընկերությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարած հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսիահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։ Արվեստագետը պարգևատրվել է ի նշանավորումը համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար։ Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև ոսկե ծիրանի վարպետ մրցանակը։ Նա Երևանի ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և շրջակա միջավայրի ու կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինիի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո Բասոյին փոխանցել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերը, մասնակցելու Երևանում կայանալիք կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։ Հանդիպումը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների շրջանակում։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին։ Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը, նախանշել ժամկետներ և պայմանավորվել շարունակել համակարգված համագործակցությունը։ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան 3 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ու այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության և տարանցիկ գործառույթի զարգացման համար։
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում և ծրագրի համաձայն մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիները արդեն կառուցված կլինեն, բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումը և դրա կարողությունների հզորացումը։ Վրաստանի վարչապետի խոսքով ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։ Ռոսել Խոզնաձորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը Ռուսաստանի արտահանման համար ծաղիկների սերտիֆիկացումը դադարեցնելու խնդրանքով։ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, ընդ որում արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է նախկինում Հայաստանից ներկրվողին։ Ռոսել Խոզնաձորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին, ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։ Եվ շարունակելով թեման, Ռոսել Խոզնաձորը սահմանափակում է թուրքական 5 արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է, որ սա ժամանակավոր միջոցառում է։ Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբականակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասական տարրեր, ասված է Ռոսել Խոզնաձորի հաղորդագրության մեջ։ Անկարան դեռ չի արձագանքել այս որոշմանը։